իրականությունը ժողովրդի լայն շրջանակներին հայտնի, որ մեր եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ, ովքեր պետք է եկեղեցում չլինեն, ովքեր սրբազան կոչվելու իրավունք չունեն։ Դուք կառավարության ծրագիրը չեք իրականացրել, դուք ինչու հրաժարվել։ Կառավարության ծրագիրը իրականացնելու համար երևի մի շաբաթ 10 օրից, այս հաջորդ շաբաթ չէ, մյուս շաբաթ ազգային ժողովում հաշվետվություն կգաք, ես նախորդ հարց տվողին խնդրեցի, որ այսօրվա խորհուրդը ուրիշ է, փորձեք եկեղեցուն առնչվող հավատքին առնչվող Քանի եկեղեցի թողեցիք Արցախում։ Ես եկեղեցի չեմ թողել Դուք Արցախում։ իշխանության մաս եք, անձամբ նկատի չունեմ, դուք իշխանություն եք։ Էլի փորձում եք էլի քաղաքական հարցեր տակ Ինչն է քաղաքական, ներողություն մի վարքյան, ինչն է քաղաքական։ Ես ձեր հարցին չեմ պատասխանելու։ Բայց հաճելի չի դրա համար, որովհետև Հարցադրումը չի հաճելի, դուք շատ հաճելի եք։ Ես գիտեմ, որ ես հաճելի անձնավորություն եմ։ Բայց դուք հարցին պատասխանեք։ Չեմ պատասխանում ձեր հարցին։ Պարոն Գալումյան, բայց ինչի միայն հիմա հիշեցիք, այսինքն հեղափոխությունից 8 տարի անց միայն հիշեցիք, 7 տարի անց միայն Ես հիշեցիք, պատասխանեցի, դուք ստեղ չէիք, չլսեցիք։ Այսօր իրականությունը ավելի հայտնի է դարձել ժողովրդի լայն շրջանակին, որին պետք է արձագանքել։ Պարոն Գալումյան, իսկով հայտնի դարձրեց կամ այդ խոսակցությունները ընդհուպ մինչև բամբասանքների մակարդակի Դա հայտնի դարձավ ավելի շատ նրա հաշվին, որ այդ մարդիկ չեն հերքում այդ իրականությունը։ Հենց դրա համար էլ ինքը Այսինքն այն ինչ դաշտ է նետված չեն կարող մեր օրակարգի մեջ չմտնեն, քանի որ մենք ժողովրդի լայն շրջանակների կողմից մաքուր արդար ընտրությունների միջոցով իշխանության եկած քաղաքական ուժ ենք։ Բայց այդ ծրագրում չկա եկեղեցու վերաբերյալ։ Մեր ծրագիրը քաղաքական, տնտեսական է։ 26 թվականին ընտրություն կլինի, եթե դուք այդքան ժողովրդի անունից խոսում եք, եւ այդ ծրագիրը այս ձեր արշավը այսպես եկեղեցու հոգեվորականների դեմ ծրագրում ներառեք եւ տեսեք ժողովուրդը ունի աջակցություն ունի, թե ոչ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ թե Փարաքարում, թե երկրորդ քաղաքում Գյումրիում ժողովուրդը ձեզ չի աջակցում այլևս։ Ձեզ թվում է, որ ժողովուրդը մեզ չի աջակցում։ Փաստերով խոսանք, Գյումրիում օրինակ մեծ քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրն է։ Մեծ թիվը ընտրեց ոչ ձեզ։ Ոչ, այո, կան այնտեղ բաժանված մասեր, որոնք միացել են եւ թիմ բաժանված մասեր, որոնք հնարավորություն են ունեցել թիմ ձևավորելու։ Խոսքը ղեկավարելու միավորվելու մասին չէ, խոսքը խախտում են արել կամ օրենքի չեն արել։ Բայց հիմա ի՞նչն է խնդիրը, մարդիկ միավորվել են եւ խնդիրը նա որ դուք ճիշտ չեք դեղակերպում, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ամենաուժեղ քաղաքական ուժն է։ Եվ Բայց դուք հաշտ չեք կարծես թե այդ Ձեզ թվում է, մենք անօրինականության հետ չենք հաշտ։ Ինչն է անօրինականությունը։ Այն ինչի համար այսօր Գյումրիի քաղաքապետը կալանքի տակ է։ Ուղղակի ստացվում է այնպես, որ քաղաքապետը, որ ձերոնքական չի, ինչ որ տարբերակներ է գտնում, որ նրան արանքից հանեք եւ ձեր մարդուն նշան։ Որ կոնկրետ օրինակներ տակ կոնկրետ հարցին կպատասխանեն։ Որտեղ օրինականության հետ կապված խնդիր կա, այնտեղ մենք փորձելու ենք օրինականություն վերականգնել։ Մասիսի քաղաքապետը ինչի թողեք պաշտոնավարի հետո օրինականության։ Ոնց անօրինական պաշտոնավարի։ Այսինքն մարդը եթե ընտրվում է դառնում է։ Այսինքն թողենք Ղուկասյան Վարդանը կաշառք վերցնի, տարածք օրինականացնի, մի քանի տարի հետո դրան քաղաքական գնահատական տանք։ Մի քանի տարի հետո օրենքը դրա համար նախատեսված գործընթացներ ունի։ Ընտրված համայնքապետին տանեք նստեցնեք, պարոն Ղալումյան, ասեք դու մի պաշտոնավար։ Ներողություն, ընտրված համայնքապետ կարա սպանություն այն թողենք ընտրությունների ժամանակ գնահատական տանք, էս էլ է այլ հարց։ Ձեր տեսանկյունից հա որ այլ հարց չի, սա օրենքի մեջ չի տեղավորում, օրենքը արձագանքել է։ Դուք չեք մտաբերում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, ովքեր ուղիղ եթերում են մարդկանց ծեծում, ոչ ուղիղ եթերում են ծեծում, բայց այդ մարդիկ ինչի պատասխանատվության չեն Ձեզ թվում է թե չեն ենթարկվում։ Կալանքի տակ թաղապետ ա եղել։ Ոնց չեն արձագանքել։ Հիմա ազատության մեջ է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Ինչի այդ դեպքում Ախր դա ԿՊ-ի հետ կապ չունի իր ԿՊ լինելը։ Եթե ինքը օրենքի խախտում արել, օրենքը բոլորին արձագանքում է նույն ձևով, օրենքի սահմաններում։ Կալանքը պատժի միջոց չի կիրառվում ընդդիմադիր համայնքապետերի։ Դա արդեն օրենքի խնդիր է, կալանքը ինչ է նախատեսեմ, դա այդ հարցերով ես չեմ կարող պարզաբանել։ Կարամ նշեմ, որ կապ չունի ԿՊ-ական է, թե ԿՊ-ական չի։
Պարոն Ալոմյան, կներեք, հիմա դուք էլի եկել եք երկրորդ անգամ մասնակցում եք։ Առաջի անգամ եմ մասնակցում, անցած շաբաթ չեմ եղել, չեմ եղել։ Կներեք։ Դա ինչի չկայիք նախորդում։ Նախորդ Աշխատանքի բերումով չի ստացվել, այսօր Հիմա ստացվել դուք է։ այսօր եկել եք, այդքան քննադատվեց, որ սա սրբապղծությունը այստեղ պատարագի մասնակցելը սա կեղծ է, կարգալուց եղած քահանան չի կարող պատարագ մատուցել, դուք էլի եկել եք։ Մայրաթորը պաշտոնական հաղորդում։ Մայրաթորը այդ մարդիկա որ պիղծ են, մենք պիղծ չենք, որ պատարագ ենք Այսինքն բոլոր բոլոր հոգևորականները պիղծ չեն։ Կան մարդիկ, ովքեր հանձնախումբն է կարգալույց արել, կարգապահական հանձնաժողովում բոլորին ճանաչում։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, ստեղ եմ, օրենքի խախտում չեմ անում, եկել եմ մասնակցում եմ։ Ասում եք, որ կարգալույց ոչ ոք իրավունք չունի նրան կարգալույց անել չկամ։ Չեմ ասում, ոչ ոք իրավունք չունի։ Ես ասում եմ, մեր իմ թիմակիցներին ինչ հարց ունեք, իրանց տվեք։ Ինձ տվեք այն, ինչ որ ես ասում եմ։ Տրամաբանությունը։ Հիմա եթե այս մարդուն օծել են նախկինում ձեր կողմից ենթադրաբար պիղծ կորակված մարդիկ։ Այդ ո՞նց է որ եղել, որ այդ ենթադրյալ պիղծերը օծել են այն ժամանակ ինքը օծված քահանա է եղել, հա, ընդունում եք եւ երկար տարիներ աշխատել է։ Հիմա նրա կողմից շատ խնդրեմ, էլի բան Ինչի քրկեց ձեր գործընկերոջը։ Հիմա պատասխան եք էլի, ես ոնց է լինում, որ օծելուց ֆիքս չեն։ Ես ձեր հարցերի մեջ տրամաբանություն չեմ տեղ, կոնկրետ ձեր հարցերի մեջ։ Թողեք մենք Եղա մի վարքան։ ավարտենք Պարոն Ալոմյան, խնդրում եմ ասեք, ոնց է լինում, որ օծելուց ֆիքս չեն, կարգալույց անելուց ֆիքս է։ Որովհետև կարգալուց անելուն իրան շարժարիթ է ունեցել։ Որ արել են։ Շարժարիթ չեն ունեցել։ Շարժարիթ ունեցել են, որ ինքը ուզեցել է եկեղեցուն ծառայ եւ միջև այսօր ծառայում է։ Հիմա չէ, տրամաբանականը անորեն մարդը ոնց կարող է միտեղ օրենք Դա ձեր ձևակերպումն է, որ անօրեն է։ Իմ ձևակերպմամբ անօրեն չի։ Հասկացա՞։ Այն ժամանակ բայց օրինական է, չէ։ Լավ, շնորհակալություն, արդեն բառախաղ ենք։ Փաշինյանն այլ համարի անորեն դա դառնաց այս համար անորեն։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Չեմ տենում ձեր բեջը։ Միկրոֆոնը տեսնում եք։ Միկրոֆոն կապ չունի։ Լավ, հիմա Լավ, շնորհակալություն, տեսություն ձեզ։ Ուղղակի մեկ բեջը տեսնեք, պատասխան չունեք։ Իհարկե, ինչին պատասխան։ Արդյոք պատասխան։